Չէ, դե տես չեղավ։ Այդ աշխատավարձով ու գիշերվա սմեն, այդ ապսուկն է։ Ահա, լավ, կմտածեմ։ Դե եթե ժամանակ չունեք, ուրեմն ուրիշին գտեք, ինչ ասեմ։ Լավ, կապի կարա, տված այդ փողին եմ, թե պահանջների։ Չաղել, դա հետով էր։ Այդ արուն է։ Հետ կեզ խիա հիշել։ Ես է հիշել, գործի համար եմ զանգել։ Ոնց փռի հետ համատեղ ուզում ես դրա մոտ էլ աշխատես։ Լեո, փռի գործել չկա։ Ոնց չկա։ Հա չկա ու չենք շարունակում այս թեման, անցի։ Դավո էլի չշարունակենք, բայց ես չեմ ուզում դու Տարոնի մոտ աշխատես։ Հենց տարբերակները այնքան շատ է, ես էլ պետք է ընտրեմ ու մոտ աշխատեմ ու մոտ չէ։ Լսի գնալու ես գլխից սարքի։ Հեսա այն Վովայը ինչա Մոսկվայից գալու է։ Իրա բոյից հետո փող կմնա։ Այսօր էլ մեկի հետ եմ ծանոթացել բռնցքամարտի դպրոց ունի։ Ոբշեմ իրար հետ կպցնենք մի բան կդառնա։ Դու արի այդ դպրոց մոռացի ու քո պարապմունքների վրա կենտրոնացի։ Եթե դու ուզում ես, որ ես դպրոց մոռանամ, դու էլ Տարոնի մոտ աշխատելը մոռացի։ Դու էլ ավելավա գնալ լողացի։ Ճիշտ ես ասում, լավ քրտնել եմ այսօր։ Էս ինչ արագություն ես բացել։ Ինչ։ Չես լսում, ասում եմ, էս ինչ արագություն ես բացել։ Քեզ չեն ասել, որ ծանր ֆիզիկական չի կարելի։ Այլ ինչ ասել է, ինչն է ծանր։ Ասել է շատ թեթև է։ Երեխայություն ես անում արդեն գրիշ։ Վերջացրիր դու։ Չէ, գնում ես։ Չէ, կսպասեմ քեզ իրար դուրս կգանք։ Հանգիստ գնա գործերիդ։ Այդ չի քննարկում Հելեն ջան։ Կսպասեմ իրար հետ կգնանք։ Դե ուրեմն ոչ մի բան չանես, հանգիստ նստի, մինչև վերջացնեմ, թե չէ հաջորդ անգամ հետդ չեմ գալու։ Ես չեմ պատրաստում համակերպվել այդ կես մարդ դառնալու հետ։ Հենց որ ինչ լինում է, թող լինի։ Ես չգիտեի, որ սպորտզալում իրան չկոտորել, դա կես մարդ դառնալ է։
Էս էդ Լեոնա։ Հա, Հայաստանը նման մարզիկ շատ քիչ է մնացել։ Ու այն, որ ուզում եմ առնեմ ձեռիս տակ։ Չհասկացա, ինձ թվում էր Գրիշոյի դեպքից հետո դու դպրոցով կբավարարվես։ Դա ինձ էլ էր դաս թվում, բայց այն ինչ որ արյանդ մեջ է, չես կարողանում ուղղակի հեռու մնաս։ Դպրոցը ինձ քիչ է։ Իմ կանացի ինտուիցիան ինձ հուշում է, որ դրա մեջ թաթախվելու ժամանակներն անցել են վաղուց։ Իսկ իմ տղամարդու վերլուծելու ունակությունը ինձ ասում է, որ քո ինտուիցիան սխալ է, հասկանում ես ամեն ինչը։ Այն ինչ տղետ չարեց, ուզում ես ուրիշի միջոցով անես։ Մեր տղեն շատ սխալ ժամանակ որոշեց իր կարիերայի ու ճակատագրի վրա քարկցի։ Այն խեղճ արտոյի մասին էլ չասեմ։ Որ իմացավ ուրիշի համար կարիերա ես անում, շատ անեղվելու։ Ոչ մեկը իրան չէր խնդրում սրանից նրանից մեքենա վերցներ ու գնար Սևանի ճանապարհին վթարի ենթարկվեր։ Սպորտսմենը պետք է մի քիչ կարգապահ լինի, մի քիչ մտածի իր պարապմունքների մասին, մի քիչ օբյեկտիվ լինի։ Հունան ընդամենը 17 տարեկան էր։ Այդ կապ չունի։ Ես ամեն ինչ կտայի, որ իրան հասցնեի միջազգային ռինգեր։ Դե եթե տղայիդ համար չես անում, ուրիշի համար անելու իմաստը ո՞րն է։ Իսկ կարելի է հասկանալ, որ ես էլ մեկ-մեկ ինչ-որ բաներ եմ ուզում։ Փառք։ Սկսել ես բոքս սիրել, հա։ Ված չի։ Ված չի։ Պապ, դու շատ լավ գիտես, որ այս ծեծ ու ջարդը իմ համար չի։ Չի երևում։ Չեք մոռացել չէ, որ այսօր ժամը 7-ին պետք է սրանում լինենք։ 6-ին պատրաստ լինենք։ Նորին մոռացել էի, որ այսօր այդ բռնցքամարտիկների խնջույքին ենք։ Հա, նենց էիր մոռացել։ Առավոտից գեստդ պատրաստ սենյակում կախված է։ Լավ գնա հագնվիր, գնանք խանութ մի քանի բան առնենք, եթե զբաղված չես, շուտ արա։ Գնանք։ Գրիշո։ Գրիշ, լսում ես ինձ։ Գրիշ, աչքերդ բաց։ Ով կա։ Ով կա, ժողովուրդ օգնեք։ Խնդրում եմ, ով կա։ Գրիշ։ Գրիշ, աչքերդ բաց, խնդրում եմ։ Ուզում եմ մի քիչ քաղաքով պտտվենք։ Ոնց հասես, բայց համոզված ես, որ խնջույքից չես ուշանա։ Դեռ մի քանի ժամ կա։ Ուսերից չի նեղում, չէ՞։ Կարևորն է նա, որ հագուստներից շարժումները չսահմանափակվեն։ Իմ մոտ որ հաստատ չէ։ Իմ մոտ էլ։ Մի քանի անգամ փորձել ենք, ստուգել ենք հագուստները, խնդիր չկա կարծում եմ։ Ուրեմն ընտիր, գնացեք, փոխվեք վաղը ժամը 11-ին հագուստներով փորձ ենք անում։ Գնացեք երեխեք։
Գույները իդեալական է, մնում է որակը լավը լինի, որ լվանալու ընթացքում չփչանա։ Չէ, նենց կտորներ եմ ընտրել, որ հաստատ ոչ մի բան չի լինի։ Դե շատ լավ, ուրեմն շնորհակալություն, ստեսություն։ Հաջողություն։ Ցտեսություն։ Հեն Դավիթ պապի, հավանեցիր հագուստները։ Ես ես նկարչումը շատ եմ հավանում։ Պետք է իրան ձեռքից բաց չթողնել։ Դու են ասա, մեր աղջիկը ոնց է։ Հա? Առողջանում, հա։ Մանանը մի շաբաթա դասի չի գալիս։ Երեխեքին էլ ասել է Հարությունյանին փոխանցեք, որ հիվանդ է։ Հա, ճիշտ է, մի քիչ մրսած էր, տաքություն ուներ ոնց որ, բայց ոնց որ լավ է արդեն։ Բայց երեկոյան զբոսանքների համար այդքան էլ վատ չի, չէ՞։ Ստեսություն Դավիթ պապի։ Լավ մանան աղջիկ։ Այ քեզ սպասիրիկունը տուն կգամ, չէ։ Ես քո։ Բայց լավ էսթեթն ես, հա։ Հավի կրծքամիս, բրոկոլի, բրինձ։ Տենց լավ չի, մի հատ էլ ֆրանսիական գինի դիր կողքդ կունկուն վայելի։ Կարաս սուս մնաս հաց ուտեմ։ Ինչի որ խոսում եմ ծամելու ունակությունդ կորցնում ես։ Մանան դու ոնց որ նորմալ խոսալու ունակությունն ես կորցրել, հա։ Լավ, կախեք ինձ, Լեոին կպա, կատակ եմ անում։ Ինչ արեց իրեն լիկվիդիտ հարցը։ Դեռ ոչ մի բան։ Հեսա կուրսով քաղաքից դուրս պիտի գնանք։ Մի հատ էտել անցնի ու սկսեմ պարապել։ Այս ծմերվա կեսին ինչ քաղաքից դուրս։ Հա, ինչ կա դրա մեջ։ Գնում ենք Ենոքավան հավես ժամանակ անցկացնենք։ Իդեպ 40,000 դրամ գումար ենք հավաքում։ 40,000 դրամ։ Ինչի համար եք հավաքում այդքան փող։ Դե տրանսպորտ, մնալու տեղ, մի քանի հավես տեղ կգնանք, այդ ամեն ինչը փող է, չէ։ Գիտեմ որ փող է։ Բայց մարդը 40,000։ Լավ, դավ։ Հասկացա, չեմ գնա։ Երբ եմ գնացել, որ այս անգամ էլ գնամ։ Մրթի ես տենց բան խոսում։ Այսքան ժամանակ ինչ որ բանից զրկվել ես դու կամ ինչ որ բան չես արել։ Լավ, մի խոսքով արի փակենք թեման, ես հասկանում եմ, մենք փող չունենք ու հազիվ ենք ձերը ձերին հասցնում։ Մանուշակ, արագ անցի սենյակ։ Հաց եմ ուտում, պապի։ Անցի սենյակ ասում եմ։ Ասում եմ ես պապին ոնց որ մանանի լիկվիդի պահը չգիտեր, հա։ Նա չգիտեր։ Հեսա մանանից մնա մնալու։ Լավն էր մանանից մն։ Դու կարոս ռեպել գրես, կարող է այդել փորձես։ Դու այդ հավի դոշը կեր, թե չեսա վզիտ կուտես։ Չես կարա։ Դավու, ախր գիտես, որ տավեցի կմնաս ձեռիս տակ։ Չես կարա։ Կարամ։ Չես կարա։ Իզդ պոկելու եմ, կապըտ կտրած։ Պապի հիվանդ էի։ Դու էդ երբ ես հիվանդ եղել, որ ես չեմ իմացել, հա։ Կամ է որ առավոտները կսմաս տնից դուս էիր փախնում, էդ որ էիր գնում։ Դասի էի գնում ու պիտի գնայի։ Ուղղակի դեր վարպետի ժամերին լավ չեմ զգացել, տուն եմ եկել։ Մի շաբաթ։ Հա։ Տես ինչ եմ ասում քեզ։ Եթե կրկնվեց, աղբերներին ասելու եմ, քեզ շանս սատական են։ Ու ես դեռ պարզելու եմ, թե ամեն առավոտյան էդ ուր էիր գնում։ Լավ, բայց ախր լավ առաջարկ է, ինչի ձեռներիցս բաց թողնենք։ Դու գրենի կարիերայի մասին մտածես։ Ախպերս հենց կարիերայի մասին էլ մտածում եմ։ Լավ էլի Լեո։ Տենց արտահայտություն կա ասում, ձերի պանիրը մենակ թակարդում ա լինում, լսել ես։ Բայց ով ասել որ ձերի ա լինելու։ Փող կաշխատեմ, դու էլ քիչ կնեղվես։ Դու ինչ ես իմ նեղվելու մասին մտածում ես։ Այսքան ժամանակ ինչ որ մեկից սոված թողել եմ։ Չէ, ես տես բան չասեցի։ Դե ուրեմն կենտրոնացի պարապմունքներիդ վրա։ Վերջ։
Եղեղջախբերդ, առավոտից իրիկուն իրան ճղում է, որ քո վարձը տա։ Դու ես ինձ ձև ես կեզ պահում, հա? Ամջարի ծնկար, բան չասեցի, չնայանց այդ ծենտորը պիտի կեզ կոթակեի, որ խելքդ գլուխդ կար։ Մրցակցությունը մեծ էր, ոչ մի մրցակցություն էլ չկար, դու պարզապես դասի չես գնացել, հիմար աղջիկ։ Պապի լավ էլի, ինչ ես խոսում, բարձր միավորներ եմ ստացել, ընդամենը մի շաբաթ դերվարպետի դասին չեմ գնացել, մեծ պատմություն սարքեցիր, հեսա թորներ լսելու են կյանքը սուտ են։ Դո թող լսեն։ Տես, եթե կրկնվեց, ասելու եմ իրանց։ Լեո, առաջանցի։ Ոնց հիմա էլ ես գամ սենյակ։ Չէ, արևտուրի են գնում։ Պապին փող է ստացել։ Պապին միշտ էլ փող ունի, դու առաջանցի։ Լսի, որ հետդ գամ ինձ շոկոլադ կարես, չէ։ Եկա ես լա շոկոլադ ես ուզում։ Ավեսը չունեմ առաջնի։ Ինչ է ժգայնացով։ Չի պապին թեմա է պետք։ Այսօր ուղղակի իմ հերթն էր, մնացել հիշել էր, որ լիկվիդ ունեմ։ Մի ժպտա էլի, ավելի եմ կատաղում։ Ես չէի պատկերացնի, որ հրապարակը այսքան սիրուն է։ Շատ։ Նկարներով մի քիչ ուրիշ է։ Մամ, բա այս որ փողոցն է։ Չեմ հիշում։ Մամ, բա ասում ես Երևանում ես մեծացել։ Հա, բայց մի մոռացի, որ արդեն 20 տարուց ավել է, էլ այստեղ չեմ ապրում։ Մոռացել եմ։ Լավ, արի այս փողոցով էլ ջարդեմ։ Կգնաս կպարկես գրիշ։ Ինչ պարկել եմ, կգնանք կնստենք մեր համար։ Ասում եմ կգնաս կպարկես, որ հանգստանաս, հասկացար ինձ։ Ես էլ ասում եմ չէ, կգնանք, մի հատ չայ կխմենք, մի կտոր մի բան կուտանք, կնստենք մեր համար։ Ասում եմ կգնաս սենյակ ու կպարկես, կհանգստանաս, հասկացար։ Բարև ձեզ։ Բարև Հելեն ջան։ Իրանալի վատ զգացել։ Որ իմանա ձեզ ասել եմ սպանելու է ինձ։ Մարզասրահի դիմաց ընկած եմ գտել։ Ես ոչ շատ հաճախ հավատանում։ Որովհետև անկանոն պարապում է։ Լավ կանես հետը խոսես։ Քեզ քրոջ նման սիրում է։ Թե չէ ես որ խոսեցի կարող է տնից դուրս չգա։ Խոսում եմ ինձ էլ չի լսում։ Ահա։ Արի։ Դու գնա հացար ես տեսնեմ ուրիշ ինչ կա։ Պապի մեկը ինչ էլ վերցնեմ չես հավանելու։ Որովհետև գնում եք ինչ ապուշ բան ասես առնում եք։ Հացի կարմիր կապույտն ու կանաչը որն է։ Նորմալ մարդավարի մատնաքաշ, լավաշ բան, վեր գնա։ Լավ։ Կներես։ Ինձ թվում էր վերջին մարտից հետո երկար կվերականգնվես։ Բայց ոնց տեսնում եմ դեմքիդ կապտուկ էլ չկա։
Դե արդեն սովոր եմ։ Ոչ կապտում է, ոչ էլ ցավում։ Մամ, ծանոթացի, Լեոնա։ Հաճելի է Այնա։ Նմանապես։ Այդ տղա հացը մնաց։ Ինձ 1000 անգամ կներեք, շեֆը ջղայնանում է, ես գնամ։ Քեզ այս վիճակում չէի տեսել։ Բայց ինչ վիճակում եմ։ Մինչև ականջներից ծայրը սիրահարվել ես։ Քեզ քանի անգամ ասեմ։ Եթե գնում ես սպորտզալ, կամ մասնագետի հետ աշխատի, կամ էլ մի պարապի։ Չսովորեցել է Հելենը գաղտնիք պահել։ Հելենը ոնց կար ինձնից գաղտնիք պահի։ Պապ ջան, գլխիս վնասվածքի հետ կապ չունես դեպքը, ուղղակի ճնշումը սերանգել։ Տղես։ Դու ոնց չես հասկանում, որ քո ավտովթարից հետո ես նոր եմ ուշքի գալիս։ Խնդրում եմ, նենց մի արա, որ ես նորից հայտնվեմ այդ վիճակի մեջ։ Պապ ջան, ախր գիտես ոնց եմ սպորտը սիրում, չեմ կարում չզբաղվեմ։ Հասկանում եմ։ Բայց հիշի, որ կյանքը ոչ սպորտով է սկսվում, ոչ էլ դրանով ավարտվում։ Իմ համար հենց սպորտն է կյանքը։ Չգիտեմ, պապ չեմ կարող ինձ հեռու պահեմ։ Ուրեմն ժամանակին պիտի մտածեիր այդ ամեն ինչի մասին ու հիմարություններ չանեիր։ Մեծ տղա ես։ Արարքներիդ պատասխանատուն մենակ դու ես։ Ես շատ կուզեի, որ այդ մեքենայի ղեկին ես լինեի քո փոխարեն։ Բայց ինչ անեմ։ Հիմա ոչ մի բան չեմ կարող փոխեմ։ Գիտես չեմ ինչև հիմա Արտոյին երազից տենում եմ։ Ամեն մեքենա նստելուց ցենն ականջներից մեջ է։ Այլ ոչ մի բան հնարավոր չի փոխել տղես։ Տես, Հելենը աղբորն է կորցրել ու դրանում քեզ ընդհանրապես չի մեղադրում։ Ասեմ ավելին, նույնիսկ այդ ամենի մասին չի էլ խոսում։ Քո մեջ Արտոյին է տեսնում։ Ոչ մեկս ապահովագրված չենք նման դեպքերից։ Պիտի բաց թողնես տղես։ Տանջվելով հարցը չես լուծի։ Հիմա պարկի հանգստացի, ու այսօր տնից դուրս չգաս։ Ինձնից արագ ես քայլում։ Արի, քիչ խոսա։ Ասում եմ, տաքսի կանչեմ գնանք, հա։ Տաքսի ավտոբուսով գնանք։
Նկարներով ավելի փոքր է երևում, բայց շատ լավն է։ Հա, ասեմ, որ շատ էլ մաքուր է։ Մամ ջան, մեր հայաստանյան արկածները սկսված են։ Մեր ուտեղը եկել ենք մեր երկիրը տեսնելու ու վայելելու։ Ճիշտ է, ոնց որ շատ բաներ ես մոռացել, բայց միասին կբացահայտենք, չմտածես։ Իսկ ինչ կասես։ Մեր ուտղա մենք սուրճ չխմենք։ Լավ, այսօր կարելի է։ Մնում է խոհանոցի տեղը գտնես։ Բոլորի հետ էլ խնդիրներ ա լինում, Դավիթ։ Տենց որ լինի ոչ մեկի հետ պետքա չաշխատես։ Ես քեզ հարցնում եմ, ինչի համար ես ինձ հետ կանչել, դու ասում ես բոլորն էլ խնդիրներ ունեն։ Այդ որ ձեռքերիդ ազատություն տվիր, պետք է ընդհանրապես քո այդ կապի դուրս չի գայի։ Բայց ես այդ մարդը չեմ։ Իմ համար լավ ու ազնիվ աշխատողը ամենակարևորն է։ Ես էլ քեզ նոր չեմ ճանաչում։ Արի ինչ եղել է, մոռանանք գնանք։ Դու անցի քո գործին, ես է գնամ մի երկու հատ լարմար կառնելու ես հոսանքի հարցերը լուծել։ Բայց ինչի վրա ես տենց վստահ որ ուզում եմ հետ գամ։ Դավիթ, այսօր գործ գտնելը հեշտ չի։ Ոչ գործ գտնելն է հեշտ, ոչ աշխատող։ Բոլորս էլ տուն ենք պահում։ Տեսնեմ։ Ուսերը չի նեղում։ Չէ, նողում բա։ Լավ։ Բեաբրես։ Շատ չխմես։ Դու չէ հայ պապի ինչ խմելու մասին։ Չգիտեմ, ես զգուշացրի։ Եղավ։ Մեկ է։ Սա էլ վերցրու։ Իսկ ինչ է։ Մոտդ պահի պետք կգա։ Պապի հեսոնում թող կամուկ մնա։ Վերցրու, չես ծախսի, ինձ կտաս։ Եղավ։ Դե գնացի, պապի։ Հաջողություն։ Պատրաստ եք։ Հա, կարող է Գրիշան էլ գար։ Չէ, թող մնա տանը հանգստանա։ Այդ աղմուկին գա ինչ անի։ Նա սպասում եմ։ Շատ սիրուն ես։ Շնորհակալ եմ, մամ ջան։ Գեր պատրաստված ես, հա։ Այսինքն Նենց հուզված ես նայում, ոնց որ տաղոտ ուրիշ երկիր ես ուղարկում։ ինչի իրավունք չունեմ իմ տղուն հիացած նայեմ։ Մամ ջան, սենց ասեմ, դու բոլոր իրավունքներն ունես։ Դե լավ, գնացի։ Զգույշ կլնես, բալես, Աստված քեզ հետ։ Ամ երեխա չեմ։ Ես ինչու եմ այսքան ցածրանում։ Ինչի հետ եկա։ Չնայած հիմա ուրիշ տարբերակ չունեմ։ Պապի։
Աղջիկը դուր է։ Մի պահ դուրս եկավ, հիմա կգա։ Բոլորն ուշում են։ Արի երեկո։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ եկար։ Կինս է, Ինան։ Շատ հաճելի է։ Նմանապես։ Ինձ կներեք, ես մյուսներին էլ մոտենամ։ Իհարկե։ Լավ էլ մոտ կես հա մակուսների հետ։ Հա, մինչև առավոտները իրար հետ կոֆե չենք խմում, տնից դուրս չենք գալիս։ Սիրելի հյուրեր, սիրելի ներկաներ, ինչպես եւ ամեն տարի այս տարի եւս սպորտային տարվա սկիզբը ազդարարում ենք այսպիսի գեղեցիկ հավաքույթով։ Պիտի նշեմ, որ բռնցքամարտը նախ եւ առաջ առողջ մրցակցության եւ բարեկամության մասին է։ Իհարկե կան մարդիկ, որոնք ուշանում են ոնց միշտ, բայց ես ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել։ Եվ եթե ունենք նոր հյուրեր, սիրով կծանոթանանք։ Որոշ միտքդ միայն քեզ վրա լինի, խայտարակ չես լինի։ Շատ սիրուն ես չմտածես։ Դե, այս ուրախ նոտայի վրա էլ սկսենք մեր գեղեցիկ հավաքույթը, մինչև մյուս հյուրերը կժանանան։